Բարև ձեզ, դուք դիտում եք հրապարակումը, թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը նախ կարճ մի քանի տողով։ Պետական աջակցության ծրագիր խոշոր ջերմատներ հիմնողների համար կառավարությունը կսուբսիդավորի վարկի մինչև 10%-ային կետը։ Աննախադեպ դիմելիություն անձնագրային բաժիններ, որտեղ է հասել հերթը ID-ի համար, հարցազրույց տաղավարում։ Աքսելերացիայի ոլորտում աշխարհում առաջատար ընկերությունը ամփոփում է աշխատանքը Հայաստանում 20 ստարտափ արտադրանքը զարգացրել է միջազգային շուկայի համար։ Եվ նոր կարգավորումներ դեղերի գնման գործընթացում պիլոտային ծրագիրը կմեկնարկի ապրիլի 1-ից։ Պետական աջակցության ծրագիր խոշոր ջերմատներ հիմնողների համար։ Ժամանակակից նորագույն լուծումներով գյուղատնտեսությամբ զբաղվողները կարող են արտոնյալ վարկ ստանալ, կառավարությունն էլ կստանձնի 10%-ի սուբսիդիան։ Հիմա արդեն վերանայվել է աջակցության ծրագրի սահմանաչափը, նախկին 3-ի փոխարեն տնտեսվարողները կարող են մինչև 15 միլիարդ դրամանոց բիզնես պրոյեկտներ սկսել։ Այս դեպքում արդեն պետական սուբսիդիան կարող է տատանվել 8-ից 10%-ային կետով, կախված ներգրավված վարկի ընդհանուր գումարից։ Փետրվարյան առադյունից, երբ շուրջ բոլորը դեռ սպիտակ է, արևաթափանց տանիքի տակ ջերմասրբտողները շարունակում են ինտենսիվ քաշ հավաքել, գունավորվել։ Հոլանդական սորտի տարագույն պղպեղներ, նաև մեծ շուկային ու քիմքին անծանոթ սորտեր, պալերմո, կծու խաբաներո, մինի պղպեղիկներ, փորձարարական փուլը հաջող են հատել բոլոր սորտերն անխտիր։ Նուբարը արել ենք 1 շաբաթ առաջ արդեն, փոքր են, բայց շատ համով, քաղցր, շուտով կլինեն մեր շուկայում։ Դեկտեմբերի սկիզբին սացիլները դրել, փետրվարից սկսել են բերք հավաքել, մինչև 6 մետր վերև ձգվելու ճանապարհ դեռ ունեն առատապտուղ այս բույսերը։ Մեր առջև խնդիր ենք դրել, որ քառակուսի մետրից տարեկան 30 կիլոգրամ բերք ստանանք։ Դա Հայաստանի Հանրապետությունում լավագույն արդյունքն է, որ կարող ենք սահմանել։ Նուվո վիլաժի պղպեղներն արդեն շուկայում են, քանակով որակով ձգտելու են դառնալ նախընտրելի այլընտրանք ներմուծվող տեսակների, բերքի 30%-ը մտադիր են սպառել տեղական շուկայում, մնացածն արտահանել։ Էկոլոգիապես մաքուր արտադրանքը տեղում կարած բերքը հավաքես եւ տեղի շուկային հնարավորինս կարճ ժամկետում եւ շատ թարմ վիճակում տրամադրես։ Նաեւ դիտարկում ենք Ռուսաստանի Դաշնությունը, Արաբական Էմիրությունները, հետագայում Եվրոպայի շուկա։ Ժամանակակից կոնստրուկցիաներով հագեցած նորագույն լուծումներով կառավարվող ջերմատունը կառուցվել է մոտ 10 ամսում 5 հեկտար մակերեսով։ Շինարարական փուլն ավելի հեշտ հաղթահարել ու գործն առաջ տանել օգնել է նաև խոշոր ջերմատուն հիմնողներին աջակցող պետական ծրագիրը։ Ընդհանուր պրոյեկտի արժեքը մոտ 9 միլիոն եվրո է կազմում։ Մոտ 3 միլիարդ պետության սուբսիդավորման վարկն է։ Տոկոսագումարը 15% է, որից 10%-ը պետությունը վերցնում է իր վրա։ Որպեսզի գյուղատնտեսությունն ավելի մեծ մակերեսներով ընդլայնվի, գյուղարտադրանքն էլ ավելի մրցունակ լինի, նաև հեշտ արտահանվի, կառավարությունը վերջին տարիներին քայլ-քայլ մեծացնում է խոշոր տնտեսությունների հիմնման ուղղված աջակցության ձևերը։ Վերջերս խոշոր ջերմատների կառուցման ծրագրում փոփոխություն եղավ, մինչև 3 միլիարդ դրամ սուբսիդավորվող վարկով ջերմատուն կառուցելու պայմանը վերանայվեց։ Գումարի սահմանաչափը հնգապատկվեց, պետությունն արդեն մինչև 15 միլիարդ դրամ վարկ ստանալու հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով։ Մինչև 3 միլիարդ դրամի վարկի դեպքում սուբսիդավորվում է 10%-ային կետով, 3-ից 9 միլիարդ դրամ վարկի դեպքում սուբսիդավորվելու է 9%-ային կետով, 9-ից 15 միլիարդ դրամի վարկավորման դեպքում սուբսիդավորվելու է 8%-ային կետով։ Նշեմ, որ վարկավորումը իրականացվելու է փուլային, այսինքն տնտեսավարողները որոշակի գործողություն են իրականացնում, բանկը գնում է մոնիթորինգ է իրականացնում, մոնիթորինգը եթե նպատակային է օգտագործված լինում, նոր հաջորդ փուլի վարկավորումն է իրականացնում։ Հայաստանն իր արևային օրերի քանակով, նաև հողային չիրացված ռեսուրսներով նպաստավոր է ջերմատներ հիմնելու համար։ Աղակալած ու չօգտագործվող հողատարածքներ շատ ունենք, որոնք կարող են դառնալ փակ տանիքի տակ նորագույն տեխնոլոգիաներով կառավարվող շահութաբեր տնտեսություններ։ Վերջին տարիներին տենդենսն արդեն կա ու շարունակվում է։ Ծրագրով դիտարկված էր, որ 2023-ից մինչև 26 թվականներին պետք է հիմնվի մինչև 35 հեկտարի ջերմատնային տնտեսություն, արդեն ունենք 33 հեկտարի կնքված պայմանագիր, մի մասը հիմնվել է արդեն այդ 33 հեկտարից, իսկ մի մասն էլ ընթացքի մեջ է։ Ժամանակ ունենք դիմելու բոլոր տնտեսավարողները, որոնք ցանկություն ունեն 1 հեկտարից ավել ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով ջերմատներ կառուցեն, ապա կարող են դիմել եւ կառուցել։ Նուվո վիլաժի հիմնադիրները մինչև 2026 երկու փուլով մտադիր են 5 հեկտարի կողքին 13-ն էլ հիմնել։ Գունավոր պղպեղների օազիսը նոր գեղի մինչև այս քարքարոտ ու անմշակ տարածքում 18 հեկտարի հասցնել։ Պետական աջակցության նոր պայմաններով ծրագրին կդիմեն, պրոյեկտն ամբողջացնելով բերքի ծավալը կհասցնեն արդեն 5000 տոննայի տարեկան։
Ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման գործընթացում նույնականացման մեջ ID քարտը պարտադիր է, դրա պահանջարկը վերջին շրջանում անձնագրային վարչություններում ավելացել է, ինչ իրավիճակ է այստեղ եւ ընդհանրապես նույնականացման գործընթացում ինչ զարգացումների սպասել խոսելու ենք տաղավարում, այստեղ է ներքին գործերի նախարարության, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետը։ Տիկին Դավթյան, նախ ամենից շատ հետաքրքրական հարցը հերթերի մասին, որտեղ է հասել այսպես ասած եւ ընդհանուր առմամբ ինչ դիմելիություն է անձնագրային վարչություններում օրական կտրվածքով։ Հարցը առավել ակտուալ է Երևանի պարագայում, որովհետև հերթերը հստակ կարող ենք ասել ուր են հասել են հուլիս-օգոստոս ամիսներին, որոշ վարչական շրջաններում կան տեղակայված օրինակ մեծ կորպորացիաներ, գործարաններ, որոնք կազմակերպված տարբերակով ամբողջ աշխատակազմին հերթագրում են օրինակ մարդկային ռեսուրսների բաժինը եւ տվյալ տարածքներում մենք տեսնում ենք ավելի երկար հերթեր եւ այս պարագայում այս օրերին մայրաքաղաքում կենթանի հերթով սպասարկում չի իրականացվում, որովհետև կենթանի հերթի գաղափարն այն է, որ եթե on-line հերթագրված անձը չի մոտենում, փոխարենը պատուհանը ազատ չլինի եւ կարողանա տեղում սպասող որևէ մեկին սպասարկի, բայց այս օրերին գրեթե նման իրավիճակ չունենք, բոլոր հերթագրվածներն էլ ներկայանում են, ուստի առավել կանխատեսելի լինելու համար Երևանում սահմանափակել ենք կենթանի հերթը։ Մարզերում հերթը ավելի կարճ է, on-line ամրագրումները հիմնականում միջինում մայիս են հասնում, բայց բոլոր մարզերում, այսինքն Երևանից դուրս մենք ունենք 36 տարածքային ստորաբաժանումներ, դրանցում բոլորում իրականացվում է նաև կենթանի հերթով սպասարկում։ Այսինքն բոլոր նրանց համար, ովքեր շատ հրատապ են ցանկանում նույնականացման քարտը փոխարինել եւ ենթադրենք դա կապ չունի հայտարարագրման պահանջի հետ, այլ կարիքների պարագայում ամեն դեպքում ունի անձը հնարավորություն թեկուզ մոտակա մարզում մոտենալ որևէ անձնագրային բաժին եւ նույնականացման քարտի դիմում ներկայացնել կենթանի հերթի ձևաչափով։ Ակնկալում եք այսպիսի ակտիվություն, ենթադրում եմ պիտի որ ակնկալեք ու ինչ այսպես նախապատրաստական աշխատանքներ են այս ամեն ինչին նախորդել։ Այո, իհարկե հայտարարագրման պահանջը մեզ ստիպել է կատարել որոշակի վարժություններ, կանխատեսումներ, գործողություններ, որի արդյունքում մենք դուրս ենք բերել թվեր, ցուցանիշներ, թե քանի աշխատող անձ չունի նույնականացման քարտ կամ քանիսի ժամկետն է լրացած, իհարկե բոլոր ակնկալիքներն այն մասին էին, որ process-ը այս աշխուժացումը պետք է ավելի շուտ սկսվեր, բայց ունենք այն ինչ ունենք եւ սովորաբար քաղաքացիները մի վերջին օրվան թողնելու սովորությունն է։ Այո, լավ է գոնե մյուս ծառայությունների պոպուլյարության իմաստով հիմա ցածր սեզոն է համարվում եւ գոնե օրինակ անձնագրի համար հենց Երևանում ամեն օր էլ ազատ տեղեր կան, այսինքն հնարավոր է գտնել անձնագրային ծառայություն, հերթ ամրագրել, մոտենալ եւ նույն օրը սպասարկվել, այդ իմաստով խնդրում եմ չշփոթել իրավիճակը ընդհանուր ծառայությունների մատուցման հետ կապված, իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի է նաեւ հայտարարագրման համատեքստում, քանի որ ինչպես գիտեք մայիսի 1-ի վերջնաժամկետը հետաձգված է նոյեմբերի 1 եւ այդուհանդերձ նույնիսկ եթե կլինեն իրավիճակներ նոյեմբերի 1-ից հետո, երբ որ քաղաքացին իր սրտացավությունը ցուցաբերել է եւ գործողությունը կատարել է ID քարտի համար դիմելու, սակայն չի ստացել։ Տեխնիկապես չի ստացել դեռ իր նույնականացման քարտը, դա որևէ կերպ չի անդրադառնալու, որ իր օրինակ սոցիալական կրեդիտների վրա որևէ պատասխանատվություն չի ենթադրելու, բնականon տարբերակով, երբ որ կստանա նույնականացման քարտը, սահմանված կլինի կոնկրետ օրերի քանակ, ժամկետ, երբ որ ստանալուց հետո ինքը կակտիվանա իր այդ պարտավորությունը եւ ժամկետը կսկսի հոսել, թե երբ պետք է լրացնի։ Մինչեւ նոյեմբերի մեկը առնվազն նման խոսակցությունը ակտուալ չէ, իսկ այս ընթացքում արդեն մնացած process-ները կլուսաբանվեն։ Ինչ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացրել, հսկայական աշխատանքներ ենք իրականում տարել, չնայած այն հանգամանքին, որ մենք արդեն ամփոփում ենք մեր կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը եւ առաջիկայում կունենանք հաղթող ընկերություն, որ արդեն նոր ենթակառուցված ամբողջությամբ կներդնի Հայաստանի Հանրապետությունում, այս փուլը հաղթահարելու համար մենք միջնաժամկետ լուծումներ այնուամենայնիվ բերել ենք եւ հավելյալ մեծ խմբականակներ ենք ուրեմն պատվիրել ինչպես նույնականացման քարտերի բլանկների իմաստով, այնպես էլ մեր տպող մեքենաներն ենք վերասարքավորել, վերազինել եւ այդ process-ը դեռ շարունակվում է, ավելացնելով ցանցի թողունակությունը, ինչպես դիմումներ ընդունելու իմաստով, այնպես էլ այդ դիմումներին ընթացք տալու իմաստով։ Համակարգը երբեք այսքան ծանրաբեռնված չի եղել եւ իհարկե տեխնիկապես հետևանքներ ունենում է այս իրավիճակը, օրվա ընթացքում լինում են օրինակ խափանումներ, մեր տեխնիկական խումբը շուրջօրյա ռեժիմով աշխատում է, սրանք կուլիսային գործընթացներ են, որոնց մեր քաղաքացիները չեն առնչվում, բայց նախապատրաստության իմաստով շատ կարևոր են, բայց փորձում ենք բնականon աշխատանքը ապահովել։
Տիկին Դավթյան, նշեցիք ապագայում սպասվող հնարավոր փոփոխությունների մասին 2026-ից գիտեմ, որ պետք է նոր համակարգ ներդրվի կենսաչափական անձնագրերի, այստեղ ինչ փուլում ենք։ Այստեղ մրցույթը արդեն հասել է հայտերի գնահատման փուլ, դրան նախորդել էր որակավորման փուլը, որը տեղի էր ունեցել ուրեմն 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, իսկ դրանից առաջ դեռ 2 տարի նախապատրաստական աշխատանքներ էին տարվել։ Այնուհետև 5 ամիս բանակցություններ ենք վարել որակավորված տեխնացուների հետ, իսկ հետո արդեն հայտարարվել է բուն մրցույթը նկատի ունեմ առաջարկի հարցումը։ Այս պահին արդեն առաջարկները բացված են, օրեր առաջ են բացվել եւ գնում է քննություն։ Գոյություն ունի միջգերատեսչական գնահատող հանձնաժողով եւ մաս առ մաս սահմանված չափորոշիչներով գնահատվում են ստացված առաջարկները։ Գնահատումը բաղկացած է երկու մասից՝ տեխնիկական հատված եւ ֆինանսական հատված։ Տեխնիկական հատվածը ամփոփելու ենք մարտի 17-ին եւ միայն այն տեխնացուները, ով տեխնիկական գնահատման արդյունքում հաղթահարած կլինի սահմանված շեմը, կբացվեն նրանց նաև ֆինանսական առաջարկները եւ ուրեմն կկայացվի վերջնական որոշում մարտի 31-ին մենք կունենանք հաղթող, ըստ էության նույն օրը կամ հաջորդ օրը կհայտարարենք հաղթողի մասին ու արդեն պայմանագիրը, որը գրեթե վերջնական տեսք ունի եւ մեր բոլոր որակավորված հայտատուների համար ընդունելի է ստորագրման համար, 2 ամիս է սահմանված, մենք հույս ունենք, որ այդ 2 ամիսն էլ չենք թողի հոսի, անմիջապես կստորագրվի եւ անմիջապես կմեկնարկեն ուրեմն նոր ենթակառուցվածքի ներդրման աշխատանքները։ Սա ինչ կփոխի ընդհանրապես քաղաքացու մոտ եւ պետությանը ինչ կտայի վերջը։ Առաջին հերթին անձը ունենալու է կենսաչափական անձահաստատող փաստաթուղթ, ինչպես նույնականացման քարտերի, անձնագրերի, այնպես էլ մյուս անձահաստատող փաստաթղթերի պարագայում, որը չի տրամադրվում Հայաստանի Հանրապետությունում արդեն շուրջ 2 տարի է, մինչդեռ աշխարհը գնում է այդ ուղղությամբ եվրոպական սահմանների կառավարման իմաստով նոր մոդել է ներդրվելու ETIAS-ը կոչվում եւ միայն կենսաչափական փաստաթուղթ ունեցող քաղաքացիները կկարողանան առանց անձի հետ սահմանապահի հետ շփվելու սահմաններ հատել։ Մեր պարագայում մենք դեռ կշարունակենք սահմանապահին հանձնել մեր կենսաչափական տվյալները տեղում, մինչև կունենանք արդեն նոր համակարգը ներդրված եւ արդեն պետությունները իրար հետ կփոխանակվեն տվյալների բազաներով։ Փաստաթուղթը լինելու է եվրոպական բոլոր ստանդարտներով, լինելու է մաքսիմալ անվտանգ, անձի իրավական ինքնությունը անգամներ ավելի բարձր երաշխիքներ ունենալու, այն կեղծելու եւ գողանալու դեպքերը կանխարգելվելու են ամենաբարձր ստանդարտներով եւ իհարկե այս ամենը նաև մի կարևոր ճանապարհի կարևոր հիմնասյուն է, խոսքը Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման մասին է, կենսաչափական համակարգ ունենալը կարևոր նախապայման է այս կետին հասնելու համար։ Պետությանը ինչ կտա, ինչ որ տվյալների մշակում, գուցե անվտանգության ավելի բարձր մակարդակ։ Անպայման կլինի անձի անձնական տվյալների հատկապես իրավական ինքնության բարձր պաշտպանվածություն, փոխգործելիության բարձր մակարդակ եւ առհասարակ սրա մի կարևոր բաղադրիչն էլ բնակչության պետական ռեգիստրի բարեփոխումն է, որը բերելու է մի իրավիճակի առաջիկայում մինչև 26 թվականի, ուրեմն կեսնենք ինքներս մեզ համար սահմանել ժամկետ, որ եթե քաղաքացին մի տեղ տվեց մի անգամ իր կյանքի ընթացքում իր տվյալը, այլևս որևէ այլ պետական գերատեսչություն այն իրենից չի պահանջելու եւ լինելու է միասնական տվյալների շտեմարան բոլոր պետական գերատեսչությունների փոխգործելիության սկզբունքով։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ։ Կառավարության հրավերով աքսելերացիայի ոլորտում աշխարհի առաջատարներից Plug and Play-ը 14 շաբաթյա ինտենսիվ ծրագիր է իրականացրել հայկական 20 ստարտափի համար։ Պետբյուջեից ավելի քան 330 միլիոն դրամ էր հատկացվել, որ մեր սկսնակները զարգացնեն իրենց առաջարկներն ու միջազգային շուկայի համար ստեղծեն մրցունակ արտադրանք։ Ծրագրի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած ոլորտի մասնագետները բացի ընդհանուր դասախոսություններից անց են կացրել առաջնորդության անհատական հանդիպումներ։ Հիմա կառավարությունը գնահատում է հնգամսյա դասընթացների արդյունավետությունը դրանք շարունակելու որոշումը կայացնելու համար։ Կուտակել աշխատանքային փորձ համակարգչի առաջ արհեստական բանականության վրա հիմնված ստարտափը ստեղծվեց կարիքից դրդված։ Բուհը նորավարտածները գործի ընդունվելիս բախվում են կրկնվող խնդրի, չկա բավարար պրակտիկա։ Փակ ցիկլի մեջ ենք ընկնում, բա օքեյ փորձ չունենք, որտեղ աշխատանքային աշխատանք չունենք ու այդ մասով նաև աշխատանք չենք կարող գտնենք։ Ու դրա համար ոնց որ մտածինք, օքեյ, ինչ եթե սարքենք մի հատ տեղ, այդ իսկական ինդուստրիայի սիմուլատորը, որտեղ մարդիկ համասարանից հետո կգան փորձ ձեռք կբերեն մինչև աշխատաշուկա մտնելու ու ավելի հեշտ կարող են մտնել աշխատաշուկա։ Գաղափարը հիմա զարգացրել են կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող աքսելերացիոն ծրագրին մասնակցելուց հետո ավելացրել են ստարտափի մոնետիզացումն ու հետաքրքրությունը։ Հիմա թիրախում խոշոր կապիտալով մեծ ընկերություններն են, որոնց կօգնեն փորձնակների հարցում։ Կազմակերպությունները միջև նոր աշխատանքի վերցրած մարդկանց օնբորդ են անում, այսինքն իրանք անցնում են աշխատանքի բավականին ժամանակատար ու թանկ է այդ process-ը ու այս մեր սարքած սիմուլատորի միջոցով այս
process-ը, որ մինչև 6 ամիս է տևում, մենք նպատակ ունենք նվազեցնելու մինչև մաքսիմում 2 ամիս։ Edumap-ի պես եւս 19 հայկական ստարտափ 14 շաբաթյա ինտենսիվ ծրագրով կարողացել են զարգացնել իրենց գաղափարները։ Պետբյուջեից ավելի քան 330 միլիոն դրամ էր հատկացվել, որ ոլորտի առաջատար մասնագետները գան Հայաստան ու աջակցեն մեր սկսնակներին արտասահմանյան շուկայի համար մրցունակ պրոդուկտ ստանալ։ Նպատակը այն էր, որպեսզի հնարավորություն տրվեր ստարտափերին մի նոր փորձ ներգրավել, հնարավորություն ստանալ աշխատել միջազգային էքսպերտների հետ, նաև վերցնել պատասխանատվություն եւ կապեր հաստատել իրենց միջոցով այլ էքսպերտների հետ, որոնք որ գտնվում են դուրսը։ Կառավարության հայտարարած միջազգային աքսելերատորի ընտրության մրցույթում դիմել էին 4 կազմակերպություն, հաղթող ճանաչվեց Plug and Play-ը։ Այն ոլորտի առաջատարներից է, եվրոպական ու արաբական երկրներում կառավարությունների հրավերներով օգնել է տեխնո-էկո համակարգի զարգացմանն ու առաջմղմանը։ Plug and Play-ը այս պահին աշխարհում գործող 5 ամենահայտնի, ամենաարդյունավետ աքսելերատորներից մեկն է։ Ես վստահ եմ, որ այս 20 հոգանոց շրջափուլը, որ ավարտվի, կարճ ժամանակ հետո մենք կտեսնենք դրա արդյունքները, էլի այն տեսքով, որ հայ հիմնադրումներով ընկերությունները մեծ միջոցներ կներգրավեն, այն տեսքով, որ մենք կունենանք ընկերություններ, որոնք արագ աճ են ունենում։ 5 ամսում մոտ 50 խոսնակ աշխարհի տարբեր երկրներից ներկայացրել են ժամանակակից շուկայի պահանջները, կիսվել փորձով մասնագիտական նրբություններով։ Այս ընթացքում կառավարությունը գնահատելու է պիլոտային ծրագրի արդյունքներն ու նորերը սկսելու նպատակահարմարությունը։ Ապրիլի 1-ից պետպատվերով դեղերի գնման համակարգում նախատեսված են որոշ փոփոխություններ։ Առողջապահության առաջնային օղակից օգտվող շահառուները հնարավորություն կունենան սրտանոթային եւ շաքարային դիաբետի իրենց նախընտրած բուժամիջոցները գնել։ Անցած տարի օրինակ կառավարությունը ընդհանուր պոլիկլինիկաներին 2.1 միլիարդ դրամ էր ուղղել դեղերի գնման համար, միայն դիաբետի համար 360 միլիոն։ Հիմա քաղաքացիներին կտրվի ընտրության հնարավորություն, կառավարությունն էլ կփոխհատուցի որոշման արձանագրված սահմանաչափը։ Ծրագիրը փորձնական է, պիլոտային, կտևի մինչև նոյեմբերի 30-ը։ Առաջնային բուժօգնության օղակ դիմող քաղաքացիները հաճախ են գանգատվում, որ պոլիկլինիկայի տրամադրած այս կամ այն դեղամիջոցն արդյունավետ չէ։ Բարդ իրավիճակում է հայտնվում եւ բժիշկը, եւ իհարկե բուժառուն։ Լինում են դեպքեր, երբ պոլիկլինիկական ծառայության կողմից առաջարկվող պրեպարատները այլևս իրենց ամենամաքսիմալ դեղաչափերով չեն կարողանում հասցնել թիրախային բուժմանը եւ կարիք է լինում այլ դեղորայքների ներմուծման։ Այս փուլում պետության ուշադրության կենտրոնում շաքարային դիաբետ ունեցող ու սիրտանոթային հիվանդությունների խմբում ընդգրկված մարդիկ են, որ անհրաժեշտ դեղը ձեռք բերելու համար ստիպված չլինեն ապարդյուն դեղատնից դեղատուն անցնել, կանգնել, էժանը թե արդյունավետը ընտրելու խնդրի առաջ կառավարության որոշմամբ պիլոտային ծրագիր է մշակվել։ Սիրտանոթային խմբերում ընդգրկված եւ շաքարային դիաբետի խմբում ընդգրկված դեղերը մեր բնակչության սոցիալապես անապահով խմբերի համար էլեկտրոնային դեղատոմսը բժշկի կողմից դուրս գրվելուց հետո քաղաքացին միանգամից կարող է անվճար եւ արդյունավետ պայմաններով ստանալ այն դեղը, որը որ դուրս է գրվել էլեկտրոնային դեղատոմսով։ Փոխհատուցվող դեղերի ծրագրին միացած դեղատների ցանկը կհրապարակվի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում։ Կսահմանվի նաև փոխհատուցվող գումարի չափը։ Քաղաքացին կկարողանա ձեռք բերել այն դեղերը, որոնք պոլիկլինիկան մինչև այդ չէր տրամադրում։ Կվերահսկվի դեղատոմս դուրս գրելուց մինչև դեղը ստանալու շղթան։ Ծրագրում ընդգրկված դեղատները կպարտավորվեն ունենալ անհրաժեշտ պրեպարատը, կհետևեն նաև գների զսպմանը։ Նախորդ պարագայում, երբ որ իրենք պոլիկլինիկաների միջոցով էին դա ձեռք բերում, մրցույթի միջոցով էր իրականացվում եւ շահում էր այն դեղը, որը որ ավելի էժան էին տրամադրում մատակարարները։ Այս դեպքում քաղաքացին ունի ավելի մեծ ընտրություն եւ այդ մեծ ընտրության մեջ նա կարող է ընտրի իր այն դեղը, որը որ ինքը տարիներ շարունակ ստանում էր։ Մենք տվյալ պահին ունենք նոր սերնդի հիպոգլիկեմիկ պրեպարատներ, որոնք բավականին արդյունավետ են եւ թույլ են տալիս բավականին ցածր դեղաչափերով հաճախ մինիմալ դեղաչափերով հասնել այնպիսի էֆեկտի, ինչպիսին որ դժվար է լինում հասնել նախկինում պոլիկլինիկական ծառայության կողմից տրամադրվող մի քանի պրեպարատների միաժամանակյա օգտագործման պարագայում։ Անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագիրը հնարավորություն կտա ձեռք բերել ոչ միայն անհրաժեշտ դեղը, այլև ազատվել ավելորդ անհարմարություններից։ Դուրս կգրվի երկարաժամկետ դեղատոմս եւ քաղաքացին ուղղակի կմոտենա դեղատուն, կվերցնի այն։
կան դեղեր, որոնք եթե այդ փոխհատուցվող գնից առավելագույն չափ են, այստեղ քաղաքացիները այդ դեղը ընտրելու դեպքում իրենք պետքա ուղղակի կատարեն որոշակի համավճար։ Այդ համավճարի չափը չի կարող գերազանցել դեղի արժեքի 50%-ը։ Անցած տարի կառավարությունը պոլիկլինիկաներին 21 միլիարդ դրամ էր ուղղել դեղերի գնման համար։ Միայն շաքարային դիաբետով հիվանդների համար անհրաժեշտ պրեպարատների գնումն արժեցել է 360 միլիոն դրամ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն լրացուցիչ միջոցներ պիլոտային ծրագրի ընդլայնման նպատակով, կսկսի գործել ապրիլի 1-ից։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, ARM.gov-ում մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից։